Իրանի Շահիդ Մոթահարի փողոցն է ինտենսիվ հրթիռակոծությունից հետո։ Մարդիկ այսուհայն կողմ են փախչում, հնարավորության դեպքում փողոցներից հեռացնելով հարվածներից զոհված հարազատներին։ Իրանից մեզ ուղարկած այս կադրերում երևում են ավերված բնակելի շենքեր, ջարդուխուրդ եղած մեքենաներ։ Չորրորդ օրն է շարունակվում է Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների սկսած օդային պատերազմը։ Առավոտից հրթիռներ են պայթում Թեհրանում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ շարունակում է ինտենսիվ հարվածները Թեհրանի ուղղությամբ։ Սպահանում իսրայելական Հերմես 900 հետախուզական ԱԹՍ է ոչնչացրել Իրանի հակաօդային պաշտպանությունը։ Իրանի կառավարությունը հրապարակել է տեսանյութ Գոլեստան պալատից, որն ավերվել է ամերիկա-իսրայելական հարվածներից։ Գոլեստանի պալատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում։ Իրանը հայտնում է, որ 650 ամերիկացի զինվոր է վիրավորվել կամ զոհվել իրենց դեմ սկսած ռազմական գործողության ընթացքում։ Ամերիկյան զինուժի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է ևս 2-ի մահը։ 6 զինվոր է զոհվել ըստ ամերիկյան կողմի 3 օրվա ընթացքում։ Թրամփը երեկ հայտարարել էր, թե ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են և հորդորել էր իրանցի ժողովրդին տներից դուրս չգալ։ Նա չէր բացառել նաև ցամաքային գործողությունը ու ասել, որ 4-5 շաբաթվա ծրագիր են մշակել, բայց կարող են ավելի երկար պատերազմել։ Առավոտից հզոր պայթյուններ են Պարչինի ռազմաբազայում, որ Թեհրանից 30 կիլոմետր հարավ-արևելք է գտնվում։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։